Ողջույն, ձեր հետ է պրոֆեսոր Բադալյանը, այսօր մենք խոսենք լյարդի ուռուցքներից։ Ինչի է սա կարևոր։ Լյարդի ուռուցքները բավականին հաճախ են պատահում եւ շատ տարբեր են։ Բայց ամենակարևորը, ինչ ես կուզենայի նշել, նա է, որ սա համր ուռուցք է։ Այսինքն ինքը զարգանում է, բայց նշաններ չունի։ Դրա համար հաճախ նա ախտորոշվում է արդեն տարածված դեպքերում։ Նախ պետք է հասկանալ ինչի ցավ չկա լյարդի ուռուցքի մեծանալուց։ Բանրանում է, որ ինքը հյուսվածքը լյարդի չունի այդ ռեցեպտորները ցավային, միայն պատյանը, եւ դա է հիմնական պատճառը։ Երկրորդ կարևորը պետք է տարբերել լյարդի առաջնային ուռուցքները, որոնք առաջանում են լյարդի հյուսվածքից, հեպատոցելյուլար քաղցկեղ կամ լեղուղիներից խոլանգիոկարցինոմա եւ մետաստատիկ ուռուցքներից, այսինքն շատ ուռուցքներ կրծքագեղձի, թոքի, աղիների եւ այլ մետաստազավորում են, տարածվում են լյարդի հյուսված, քանի որ դա այն օրգանները, որտեղով անցնում են բոլոր նյութերը եւ դա է պատճառը։ Ինչպես է զարգանում ուռուցքը։ Ուռուցքը զարգանում է ինչպես ուրիշ օրգաններում, սկզբից փոքր չափսի եւ հաճախ հայտնաբերվում է նույնիսկ անսպասելի, լինում է, որ սոնոգրաֆիա կատարում ինչ-ինչ պատճառներով, որովայնի եւ հայտնաբերվում է հանկարծակի լյարդի ուռուցք։ Դա այն դեպքերն են, որ նա կարող է լինել փոքր չափսերի եւ ավելի լավ բուժվել։ Իսկ այն դեպքերում, եթե արդեն նա մեծ է, սկսում է ցավային համախտանիշ, այսինքն սկզբից ծանրություն է լինում աջ թույլակողում, հետո վերածվում է ցավի, ընդհանուր թուլություն, ախորժակի նվազում, քաշի կորուստ բավականին անհասկանալի պատճառներով, որոշ դեպքերում զարգանում է եւ դեղնությունը, դեղնուկը, դա արդեն սեղմում են լեղուղիները։ Այդ բոլորը լյարդի ուռուցքներին բնորոշ է եւ իհարկե պետք է ախտորոշել եւ ճիշտ դնել դիագնոզը։ Այսինքն դա կատարում է սոնոգրաֆիա, կատետ ազոտություններ, MRT ցուցված է եւ որոշվում է սա ինչ ուռուցք է, եթե դա առաջնային է, պարտադիր կատարվում է բիոպսիա լյարդից։ Այսօր ժամանակակից մասնագետներ, էնդոսկոպիստները դա շատ հաճախ կատարում են։ Մետաստազների դեպքում, եթե մենք ունենք առաջնային ուռուցք, բիոպսիան միշտ չի որ կատարվում է, եթե տիպիկ օրգան է։ Հետո բուժումը, իհարկե տարբերվում են մետաստատիկ ուռուցքները լյարդի բնական է բուժում են համապատասխան առաջնային ուռուցքի, նշանակում են դեղորայք, օրինակ կրծքագեղձի քաղցկեղը վերցնենք կամ աղիների, ես շատ եմ խոսել դրա մասին, որոշվում է իմունոհիստոքիմիան, հյուսվածքաբանական հետազոտությունները, մուտացիաները, նշանակում է դեղորայքային բուժում։ Եվ դրա համապատասխան այդ դեղերը եւ այրան միջոցով հասնում են լյարդի քաղցկեղ մետաստազներ եւ տալիս են արդյունքներ։ Հաճախ բավականին հաջող է լինում, պատկերացրեք, այսինքն լյարդի մետաստազը դեռ չի նշանակում, որ դա անբուժելի վիճակ է։ Մենք ունենում ենք շատ լավ արդյունքներ, նույնիսկ լինում է, որ ավարտվում է վիրահատության, եթե 1-2 ուռուցքից դեռ մետաստազներից եմ խոսում, մենք կարելի է հեռացնել եւ ստանալ շատ լավ արդյունք։ Բացի հեռացնելուց կա եւ էմբոլիզացիա, տարբեր լոկալ ազդեցություններ լյարդի ուռուցքների վրա։ Առաջնային ուռուցքը, իհարկե, եթե հնարավոր է հեռացնել, նույնիսկ եթե լյարդի մասնահատումով մի բլթի նույնիսկ, դա պետք է արվի ամենառադիկալ արմատական բուժումը դա է եւ տալիս է հաճախ շատ լավ արդյունքներ, ուռուցքը վերանում են։ Բայց եթե հնարավոր չէ, ուրեմն կատարվում են դեղորայքային բուժում, այստեղ ճառագայթայինը չի օգտագործում։ Ժամանակակից բուժումները իհարկե հիմնականում դա թիրախային են, որովհետեւ փորձը ցույց տվեց, որ քիմիաթերապիան քիչ է ազդում եւ կարճատև։ Թիրախային բուժումը արդեն տարիներ է, տասնյակ օգտագործվում է սորաֆինիբից սկսած տարբեր պակալինյաններ են արդեն գալի դեղամիջոցների, իհարկե որոշվում է եւ մուտացիաները։ Որոշ դեպքերում իհարկե աշխատում է եւ իմունոթերապիան, եթե ցուցված է։ Արդյունավետությունը թիրախային բուժումը, եթե նա ճիշտ գտել ենք, այսպես ասած, այդ թիրախը, որին պետք է ազդի եւ այսինքն մենք տեսնում ենք, որ նա էֆեկտիվ է, դա կարող է լինել տարիներով լավ արդյունք, որոշ դեպքերում դա լինում է հաբերի ձևով եւ մարդկանց համար բավականին մատչելի է եւ հարմար է կյանքի որակը չխախտել։ Այսինքն լյարդի առաջնային ուռուցքը հեպատոցելյուլար քաղցկեղը բուժում է հիմնականում թիրախային թերապիայով, իմունոթերապիայով։ Եվ ստե կարևոր է ասել, որ կան հատուկ օնկոմարկերներ բնորոշ Այսօրոսին դա ալֆա-ֆետոպրոտեինն է հիմնականում եւ որոշ չափով K19-ը
որոնք պարտադիր ստուգվում են եւ սկզբում եւ ընթացքում, որ գնահատել այս բուժումները, նույնիսկ որոշ թիրախային պրեպարատներ կան, որոնց ցուցումը կապված է այդ AFP-ի մակարդակից։ Այսքանը երևի թե այսօրվա իմ հաղորդումը լյարդի ուռուցքների մասին, ամփոփեմ, որ լյարդի ուռուցքները ընթանում են առանց գանգատի, առանց ցավի, քանի որ հյուսվածքը ցավոտ չէ։ Գանգատները նշեցինք արդեն մի քանիսն են եւ անհապաղ պետք է դիմել բժշկի այդ գանգատների դեպքերում ախտորոշումը վերջանում է բիոպսիայով, որոշում է դա առաջնային ուռուցք է, թե մետաստատիկ եւ բուժման մոտեցումները տարբեր են, բայց միշտ էլ պետք է պայքարել հասնել արդյունքի, եթե լյարդի ամբողջական վիճակը թույլ է տալիս, այսինքն ամենակարևորը, որ լյարդի հյուսվածքը լինի աշխատող եւ ցուցանիշները, ֆերմենտները այլտեղացնեն, չլինեն շատ բարձր, որ մենք կարողանանք երկարատև նշանակել դեղորայքային բուժում, որը հիմնականում ասեցի, դա թիրախայինն է եւ իմունոթերապիան։ Իսկ մետաստազների ժամանակ թե նայես, որ օրգանից է դա դուրս եկել։